հայ իսկական տղամարդ։ Իսկ իր համար շոկային էր սկզբում, որ իր ընկերուհին պարուհի է։ Ես շատ ծանր եմ այդ փաստը տանում արև, երբ որ իրենք չեն լվացվում, կպատրաստեմ մի հատ տոլմա։ Քամված, ասենց ինձ թվում է վամպիրների պես արունը խմել եմ, նոր եմ եկել։ Այդ միտքը կա չէ՞ որ ես ճիշտ էի։ Առաջիկից կանգնի բարի, կապ չունի, այդքան լավ պարում է թե չէ։ Դուրը շրխկացնելով փակել բան հասել եք դրան։ Վիկա ջան, այդքան պարում եք, բա ոնց չեքնի հարում։ Ես արդեն հոգնում եմ իմ ասածից։ Ես Նանոլի պրոդյուսերն եմ եւ դրանից իմ կյանքը ավելի բարդացել է։ 20 տարվա ընկերուհիս Քրիստինե Պեպելյան։ Դու միակն էիր, առաջինն էիր, որ նույն քո տեսահոլովակը։ Շնորհակալ եմ, որ դու հիշեցիր։ Առաջին պահից սկսած, ինչքան աղմուկ բարձրացավ։ Եթե ինչ-որ թանկարժեք լավ բաներ են, ինձ իմ ամուսինը սիրով նվիրում է։ Չէր կարելի գուչին չասել։ Մենք ընդհանրապես չենք պատկերացրել, որ կարելի է երեխային որ վատ բան գրել։ Միգուցե պետք է չանեի։ Մի քիչ նեղվում են, կոտրվում են։ Դուք գիտեիք, որ դա աշխատելու է ու դա էր կարևորը։ Այս պահին մինուս 14 կիլո։ Պատրաստ ենք, նայ, այս պահից սկսած, всё, 50 րոպե։ Այս պահից սկսած, всё, բամբասում ենք։ Վիկ ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ եկար։ Ես նույնպես կարոտել էի քեզ։ Ու ես հասկանում եմ, որ այս ոդկասթը ինձ հնարավորություն է տալիս ոլորտի մարդկանց ում վաղուց չեմ տեսել։ Շփվենք գոնե։ Շփվենք։ Հաղորդման շրջանակներում։ Ես որ հիշում եմ քեզ, մի անգամից գնում եմ սենց հետ։ Անցյալ, բայց արի անցյալը հələ որ թողնենք։ Հետաքրքիր է մարդ, ով որ սենց դիսցիպլինայի մեջ է, անընդհատ, ամբողջ կյանք, փոքրուց տանը ոնցն ես, այդ տանն էլ ես, այտենց որ սենց չգիտեմ, բարակուրը ճիշտ կախված լինի ամեն ինչը, հա։ Այդ հարցը պետք է երևի Նանոլին տայր կամ Լևոնին։ Հա, ես փորձում եմ տանը գոնե դասատու չլինեմ, բայց անկեղծ եմ ասում, չի ստացվում։ Ես երազում եմ, որ թուլանամ։ Երազում եմ, որ ամեն ինչ այդքան ծանր չտանեմ։ Եթե սա այստեղ դրված, ուրեմն այդտեղ է, եթե այս ժամին է, ուրեմն այս ժամին է, չենք ուշանում այսպես, չգիտեմ, դիսցիպլինայի խելառ եմ, ես չգիտեմ։ Այ ինձ թվում է հիմա շատ մամաներ են մեզ դիտում, խնդրում եմ դուք էլ գրեք, դրա հետ ոնց եք պայքարում կամ ինչն եք ամենաշատը ասում, չգիտեմ, գնա լվացվելու, հողաթափել։ Ես իմ առաջին խոսքը հատկապես, երբ որ տանն եմ մնում մի օր, տանից հենց մտնում են, առաջինը բղավում եմ լվացվելու, որովհետև դա հիմիկվա երեխաների խնդիրն է ինձ թվում։ Ինչքան նույնն ենք բոլորս։ Ես շատ ծանր եմ այդ փաստը տանում արև, երբ որ իրենք չեն լվացվում, տուն են մտնում, որովհետև ես օրվա մեջ 80 անգամ ձեռքերս լվանում եմ, հիվանդություն ունեմ։ Դիք ու այդ րոպեին մտածում ես, չի ասում ես անընդհատ ասում եմ, կարելի է էլ չասել, բայց որ չես ասում։ Չի լինում։ Ես ամեն օր ասում եմ, լավ, կարելի է մի օր սրա մասին չխոսել, այս նախադասությունը մի օր չհնչի։ Արի sense մի հատ բան պատկերացնենք, եթե ունենայիր կախարդական փայտիկ ու զուտ այդ կախարդական փայտիկը աշխատեր տանը կենցաղում, դու ես ու երեխեքը 3 բան, մեկը որ լվացվեին առանց ասելու, այն երկուսը ինչի կլիներ։ Ինչ որ ասեի մի վարքյանում անեին, երկրորդ անգամ չկրկնեի, ընդհանրապես ամեն հարցի հետ կապված, բոլոր հարցերի հետ կապված եւ երրորդը մտածելու տեղ է տալիս։ Երրորդը երևի մի քիչ ավելի աշխատասեր լինեին։ Տես մեկ այդ զիստ։ Ուրիշ բան։ Ու սենց այդ նույն արտահայտությունները չունենք։ Ես արդեն հոգնում եմ իմ ասածից եւ այլն։ Չէ, դա իսկույն այդպես է լինելու է։ Մեր տեսակի մարդիկ ինձ թվում է այդպես շարունակելու ենք, հատկապես հիմա մի քիչ ավելի ուրիշ ձև են դարձել, ամեն ինչ թեթև են նայում, ես ամեն հարց շատ լուրջ եմ մոտենում ամեն հարցի եւ շատ ծանր եմ լիքը բաներ տանում, որ որդիկ ուղղակի զարմանում են ծիծաղում, ասում են լավ, ինչ ես դու այդքան ծանր այդ հարցը տանում։ Երեխա է, կանցնի եւ այլն, բայց մենք էլ ենք երեխա եղել, բայց ոնց որ թե մեզ շատ խիստ են վերաբերվել այդ հարցերի շուրջ։ Գիտես այդ այլի, որ մենք տարբեր ենք ու իրոք մենք եղել ենք դասավորված երեխա, ես չգիտեմ շատերը ոնց են եղել, որովհետև իմ շրջապատում էլ ես ունեի ընկերներ, որ ես տեսնում եմ ինձ հանգիստ էին ապրում, որ չգիտեմ գրքերը գցած է մի կողմ եւ այլն, բայց ես էլ մանկուց եղել եմ, որ սենց ամեն ինչ ճիշտ դասավորված լինի։ Դա տեսակ է, այո, եւ առաջ ավելի այո պահանջկոտ էին ծնողները եւ մենք բնականաբար այն ծերունդը ավելի լսող էր եւ ավելի ոնց կասի մաման, պապան, հա։ Հիմա մի քիչ ուրիշ է։ Ես առաջարկում եմ հենց այս պահին մենք մեր հայ մամաների կենացը սիրով
Չին, արի խմենք թարիրի փրփրունը շատ նման է այն ֆրանսիական իսկական շամպայնին, որովհետև նույն մեթոդով է պատրաստվում եւ հիմա կարող է ինչ-որ բաներ հստակ ճիշտ չասեմ, բայց մոտավոր ես այսպես եմ պատկերացնում, որ խմորման process-ը ամբողջությամբ շուշի մեջ է կատարվում եւ հնեցումը ոնց որ նստվածքի վրա է լինում, այսինքն սենց ճիշտ քայլերով արվում, ինչի արդյունքում մենք հիմա զգում ենք այս համը վայ ինչ լավն է։ Օ, շատ։ Խաղողի ամենալավ հատկանիշները։ Այդքան շատ խմիչքի հետ սեր չունեմ, լավ մասնագետ չեմ, բայց ինքը շատ էսպես թեթև էր ամենակարևորը։ Եվ ինձ թվում է սառը փրփրուն, իմիջիալոց ես միշտ տանը ունեմ, կամ սառը փրփրուն, կամ սառը սպիտակ գինի։ Այնքան հաճելի է, որ սառնարանը բացում ես, կարող է դա օգտագործես, չգիտեմ, ամիսը մեկ անգամ, բայց դու գիտես, որ ունես սառնարանում, ընկերուհիներդ գալիս են կամ մաման ու քույրիկը։ Պանիրներն էլ ունես, չէ՞, պատրաստ։ Անպայման։ Հենց որ շարժվենք առաջ, մեր հայ մամաները իմ համար իրոք ունիկալ են, թե իրենց հիշողությամբ, այտենց ամեն ինչ բոլորի մասին հիշելու ունակությամբ եւ նաեւ հոգատարության այդ գերբնական էմոցիայով դու քո երկու բալիկների հանդեպ այդ ամենը հավասար ես անում, թե տարբեր են, կախված սեռից, առաջին երկրորդից, կախված որ նանուլը այլ կերպար է։ Նախ իրենք շատ տարբեր են։ Արդեն իսկ դրանից մի փոքր տարբեր մոտեցումներ են։ Շատ կուզենայի, որ Լևոնն էլ նանուլի պես հավասարակշռված եւ այսպես շատ հավաքված երեխա լիներ, բայց դե տղա աղջկա տարբերությունն է այստեղ արդեն խոսում, ինձ թվում է։ Իրենք շատ տարբեր են, ինչի համար համ շատ ուրախ եմ, համ հարորիայում այսպես խելագարվում եմ ուղակի։ Քանի որ 6 տարի տարբերություն է իրենց մեջ, այսպես սովորում ես, հա, որ նանուլին մի հատ նայում ես, ինքը հասկանում է, ինքը շատ չափված է, շատ հասկանում է որտեղ ոնց, ավելորդ մի բան իրեն չես ասի։ Լևոնի հետ ամեն հակառակն է։ Անընդհատ իրեն պետք է ուշադիր լինես, որովհետև ինքը նախ շատ չափից ավել ակտիվ է, չգիտեմ, զգուշ, մի արա, սովորի, էս արա ու այդպես։ Իսկ նանուլը արդեն այն տարիքում է, որ տենց քեզ օգնական է Լևոնի հարցում։ Լևոնի հարցում միշտ է եղել օգնական։ Լևոնի հարցում ծնված օրվանից է օգնական եղել ու այսպես շատ հավասարակշռված, նույն իրեն վստահում էինք թե գրկելուց, հա, օգնելուց, օգնում էր ամեն հարցում։ Այսպես շատ մեծավարի մամայի պես փորձում էր բաներ անել ու միշտ իրան դուր էր գալիս, որ ինքը մեծն է, շատ սիրուն խնամում էր, օգնում էր ինձ, այո։ Իսկ ընդհանրապես նանուլը հիմա այնքան ժամանակ չի ունենում, որ ուզենաս ինչ-որ մի բանով իրան խնդրես քեզ օգնի, ուղղակի տանը չի լինելու կամ չգիտեմ, իր դասերին, իր փորձերին, հիմա գիտես, իչքան զբաղված են, հատկապես մենք իչքան ենք իրենց լցնում զբաղված լինելու համար։ Վիկ, ինչպիսին է քո ամուսինը։ Ինչպիսին է իմ ամուսինը։ Իմ ամուսինը չգիտեմ, իմ ուժնա, իմ թևերն է, եթե չլիներ բնականաբար իր այս ինձ հետ հավասար համագործակցությունը մեջքից կանգնած, երևի այսքան ամեն ինչ ամուր չէր լինի, սիրուն չէր լինի, ճիշտ չէր լինի։ Որն է այն պահը, որ սենց կոնֆլիկտ կարա առաջանա կամ առաջանում է։ Բնականաբար իրա չլինելը արվեստի մեջ երբևիցե։ Վերջին 18 տարիները ես փորձեցի իրեն սովորեցնել, թե դա ինչ է, բայց ամեն դեպքում միակ խնդիրը եթե ունենում ենք, մի փոքր տարբեր աշխարհների մոտեցումը, այո, հայ իսկական տղամարդ, որ շատ բաներին դեմ է եւ կարծում եմ, որ ինչ-որ տեղ իրեն հասկանում եմ։ Իսկ ո՞նց է ստացվում, օրինակ դու գիտես, որ այս X գործողությունը, X պրոյեկտը իր սրտով չի լինելու։ Այն որ տեղ ունես համոզելու եւ այլն, թե որ գիտես, ասում ես ավելի լավա չանեմ։ Ասում եմ ավելի լավա չանեմ, որովհետեւ երբ որ ինքը ասում է դա լավը չի լինելու, եթե ես իրեն փորձում եմ չլսեմ, միևնույն է հետո բախվում ենք նրան, այն կետին ենք հասնում, որ ես ասել էի։ Ես ասում էի, չէ։ Ես ասում էի եւ իսկապես ինքը միշտ ճիշտ է լինում։ Գիտես, երբ որ մեջից չի այդքան ավելի զրիցել է, հա, ինքը դիտում է, տեսնում է մարդկանց պես սովորական նայում է, տեսնում ով ինչ է երգում, ով ինչ է լսում, ով ինչ է կարդում։ Ինքը տեղյակ է դաշտից։ Այո, ամեն դե բնականաբար։ Ավելի լավ է, հա, այդ գնահատականը տալիս, ավելի լավ է զգում ինչը պետք գալու, ինչը լավ չի լինելու, ինչը ինչքանով է
սիրուն դիտվելու եւ այլն։ Մի խոսքով այդպես տարբեր Հիշում ես այս պահին մի դեպք, որ իր հետ սկզբում համաձայն չէր, բայց դու ասում ես, ինչ ճիշտ էր ասում։ Ինչու՞ չէ, ավելի շատ նանուլի երգերի հետ կապված։ Այդպես իսկապես շատ են եղել։ Ամենաշատը միշտ իրեն լսում եմ, եթե ինչ որ մի բան լինում է, որ ասում է, այս երգը չանեք, որտեվ լավ է չի, ուրեմն եթե ասեց, միշտ երգահաններն էլ ասում են, եթե պետոն ասելա գործ չունենք, ուրեմն լավ չի լինելու։ Ինչ հետաքրքիր է, որ ոլորտից չի, բայց ում է։ Իսկ նաև հաշվի առնում, որ իմ աղջիկն է, իմ կինն է, ավել բաց չլինեն եւ այլն, այդ կողմից էլ է պատմությանը մոտենում։ Միշտ։ Շատ ու շատ իր։ Եղել է ինչ որ հագուստ կամ ինչ որ կերպար, որը որ պայքարել ես։ Չէ։ Դա գիտես, ես արդեն իրեն ընտրելով, ես հասկացել եմ ինքը այնպես չի, որ 18 տարի, 19 տարի առաջ է, մենք երկար ընկերություն ենք արել, հետո ենք ամուսնացել, այնպես չի, որ այդ մի քանի տարիներ առաջ ինքը ուրիշ կարծիք է ունեցել ու հիմա ես պետք է մարդուն չես կարող փոխել։ Վիկ իր համար շոկային էր սկզբում, որ իր ընկերուհին պարուհի է։ Ինձ թվում է այո, բայց ինձ բարելուց է տեսել ամեն դեպքում, նկատելա բեմում, տեսելա բեմում, հավանելա բեմից։ Բայց գիտես ինչ հետաքրքիր է, պատմությունը ապացուցում է, որ մեր հայ տղամարդիկ մի հատ ունիկալ հատկություն ունեն։ Հավանում են ակտիվ աղջիկների, հավանում են այդ աղջիկներին, չգիտեմ, իրենց գործի մեջ, հա, բեմի վրա, ֆիլմում եւ այլն։ Բայց հետո որոշում են, որ էդ էր ու վերջ։ Որոշում են հետո փոխել։ Մեր դեպքում այդպես չի։ Իրան չէր հետաքրքրի այն աղջիկը, որ փոխվեր կամ լիներ այսպես լրիվ ուրիշ մարդ տանը, ամբողջ օրը ինչ որ տան գործերով լիներ եւ այլն։ Ես իրեն շատ լավ գիտեմ եւ գիտեմ ինքը ինչ տիպի մարդկանց է սիրում ու ինքը շատ ուրախ է, շատ հպարտ է մեզանով, մենք իրենով, այնպես որ եթե չլիներ ինքը, ես այս հաջողությունները չէի ունենա, որովհետեւ իրա վրա եմ հենվում։ Կարելի է ասել, որ family business այն ինչ որ հիմա դուք անում եք։ Թե ամեն դեպքում դա քո աշխարհն է։ Դա իմ աշխարհն է եւ մինչ ինքը լինել արդեն ասա կոպիտ ասած family business-ը։ Արդեն family business-ը պապայից։ Վաղուց, այո, եւ ուղղակի աբսուրդ էր դա թողնելը եւ ինչ որ Չէ, նկատի ունեմ հիմա ինքը ներգրաված է աշխատանքներում ամառացի։ Չէ, բացարձակապես։ Նա ինքը ներգրաված է իմ կողքին լինելով ուղղակի իր խորհուրդներով, իր հոգեպես այս ամեն խորհուրդներով եւ այլն, թե չէ մնացած առումներով բացարձակ ասում ասա քո զբաղմունքն է, ասա քո աշխարհն արա այն ինչ որ ուզում ես, ուղղակի անկախ ամեն ինչից էս շատ պահանջված լինելը կարելի ասել եւ այսքան տարիների աշխատանքի պատճառով դու քեզ համար ժամանակ չես ունենում։ Սա մի քիչ այո։ Ցավոտ թեման է մեր։ Այո։ Իսկ եթե ամուսինդ ինչ պատճառներով զայրացած է, այ որն է այն դեղը, որն է լուծումը, որ գիտես, այս սա անեմ, չգիտեմ, կպատրաստեմ մի հատ տոլմա։ Ինչն է, որ դե օրինակ էր դա, չգիտեմ, ինչն է, որ գիտես, որ դա աշխատող մեթոդ է, որ հալվի սիրտը։ Որ հալվի սիրտը պետք է լրիվ իրա ինչ ասի պետք է իրա ուզեցնես։ Եվ հնարավորինս պետք է փորձես ամեն ինչ թողնել մի կողմ եւ տանը մնալ, որ իր հետ ավելի շատ շփվես։ Իսկ հակառակը, երբ դու ես ինչ որ վատ շրջանում, վատ օր ունես, ինչ կարող է անել, որ սենց լրիվ մոռանաս, կտրվես։ Ուղղակի մի հատ իր զանգը ու ինձ թևեր էլի տալը լրիվ ինձ կհանգստացնի ու միակ մարդն է, որ ինչ վիճակում լինեմ, որ կարող եմ ես չունեմ այն ընկերուհին կամ ընկերը կամ ինչ որ մեկը, որ պիտի զանգեմ, հա, ասենք շրջապատում շատ ընկերասեր եմ, բայց չկա այն մարդը, որ լուրջ հարցի շուրջ թե աշխատանքային, կենցաղային, չգիտեմ, ինքը այն մարդն է, որ առաջինը ինձ ընկեր է եւ բոլոր հարցերով միմիայն ես իր հետ կարամ ինձ հավաքեմ, ինձ ուշքի բերեմ եւ ընդհանրապես ոչ մի սխալ քայլ չանեմ։ Ես համոզված եմ, որ ընկերներիդ մեջ կան շատեր, ովքեր այդ բան պատրաստ են քեզ լսել։ Ինձ թվում է այստեղ նաեւ այդ ուժն է, այո, հենվելու հնարավորությունը ու քեզ հավաքելը։ Իր հետ ամբողջ կյանքում շատ ուժեղ եմ զգացել եւ ես ինձ ընդհանրապես առանց իր շատ ինքնուրույն մարդ եմ։ Փոքրուց միշտ տանեցիներս ասում են՝ «Վիկա, այպես ինքնուրույն, բոլոր հարցերին կարող եմ մենակս լուծում տալ», բայց միևնույն է, առանց իրեն ես ուղղակի չեմ կարող ինչ որ բանի շուրջ մտածել, մենակով ինչ որ հարց լուծել։
Միևնույնն է, ես իր հետ պիտի քննարկեմ, միևնույնն է, ես իր հետ այդ ամեն ինչը պետք է անեմ, որ ես ավելի ինքնավստահ ինձ զգամ։ Դու սենց խոսում ես, ես հասկացա, որ անդադ շփտում եմ, որովհետև այս վերջին տարիներին այնքան շատ են ամուսնալուծությունները, դեպքերը, որ ամեն մեկը իր ճանապարհով թեկուզ մի հարկի տակ, մի տանիքի տակ են, որ ես շատ ցած ոգևորված լսում եմ այս ձեր սիրո պատմությունը։ Այո, ցավում եմ, ես էլ եմ շատ նկատում դա ու ես ինձ դրա համար շատ երջանիկ եմ համարում, թու շատ սիրուն առողջ ամուր լավ ընտանիք ունեմ։ Իսկ ձեր տան այնց բողոքող փնթփնթանով է։ Ինձ թվում է, այս բան նանուլը։ Տարիքային։ Տարիքային, այո, տարիքային ես եւ ամուսինս այսպես լսում ենք նանուլին, նայում ենք։ Իսկ կա այն դուրը շրխկացնելով փակել բան հասել եք դրան։ Իհարկե։ Այդ ամբողջը կա։ Իսկ լավ, թինեյջեր երեխա ունեցողի մայր։ Ինչն է հիմնականում, որովհետև ես էլ եմ հեսա գալու այդտեղ։ Ինչն է հիմնականում այս մեր երեխեքին չղայնացնում։ Երևի ապահով կյանքը։ Երևի շատ բան, շատ բան ասելով կոմֆորտ ունենալը, ամեն ինչը հասանելի լինելը ինձ համար այդպես է, որովհետև ես չեմ ասում մենք ինչ որ վատ ենք ապրել կամ ի վայ, բայց էլ եմ ասում այն դիսցիպլինան, այն ամեն ինչի մեջով որ մենք անցել ենք, այն մութ ու ցուրտ տարիները վերջապես կարելի է հիշել, անկախ քեզանից ոնց որ մի քիչ sense ավելի ձիգ ես մեծանում եւ խնդիրներին ավելի կարող ես դիմակայել, փորձես այդ հաղթահարել։ Մանավանդ քո անցած դիսցիպլինան, առավոտվա երթուղայիների ժամը բռնացնել, հասնել դասի, շշանալ դպրոցից, լույս լիներ, չլիներ, միևնույն է, ես պետք է պարապեի, չէր տակածվում դալիճը, բայց ես պետք է պարապեի, քրտնեի, սառեի, հետո ծուծուտեի տուն գայի։ Այս թեման հաճախ ենք խոսում Օսոլեմիոյի հյուրերի հետ, որ այսօրվա երեխաները ամեն ընտանիք իր չափով, բայց երես առած են։ Իհարկե։ Ամեն ընտանիք իր չափով, բայց այ մշտական հարցն է, էլի, որն է ավելի լավ, որն է ավելի ճիշտ։ Չես պատկերացնի, ոնց եմ սիրում ավելի այն դիսցիպլինան, որը մենք տեսել ենք եւ տես ասենք նույն հիշում ես երբ որ տեղ էինք գնում, պետքա ասենք մի բան ավել վերցներ, ծնողդ մի հատ կնայեր, որ ըլի երկրորդը չէ։ Ես չեմ ասում, որ մեր երեխաները շփացած են եւ այլն փառք Աստծո այդ խնդիրը չունենք, բայց ամեն ինչն էինք հա նայում իրենց ոնց պիտի լինի։ Ու գիտես դրա լավ կողմերից մեկը որն է, որ մենք կոփված ենք։ Այո։ Ու ամեն խնդրի դեպքում մենք չենք մտածում, որ ինչ որ մեկը մեզ պետք է օգնի, տենց հետաքրքիր պահ է։ Ու երբ արդեն ունես ամուսին, որ քո մեջ կին է, իր կողմից նույնիսկ աջակցությունը, ասես որպես բոնուս ես դիտարկում, ոչ թե որ պետք է աներ ինքը ծնողդ, այլ ցանկացած օգնություն, ասում ես ինչ լավ է, ինչ որ բոնուս է, որովհետև մենք միշտ իմացել ենք, որ պետք է մենք մեր վրա հենվենք։ Քո դեպքում դիսցիպլինան էլ ավելի ուժեղ է եղել, մի քիչ վախենալու է եղել, եթե այսօր մեկը նանուլի հետ այդպես վարվեր, այ որոշեիր, որ պետքա դասականով գնա, ու այդ նույն դպրոցը իր կանոններով, իր խստությամբ, երբեմն բռնությամբ լիներ, ինչ ես կարծում, դու որպես մամա կթողեիր։ Այստեղ հարց է մաման կթողներ, արդյոք papan կթողներ թե ոչ։ Հա։ Ես կթողնեի, այո։ Դու կթողնեիր, որովհետև դա միայն իր համար է։ Որովհետև դա միայն իրեն կոփելու էր եւ ունենալով ինձ իր կողքին խորհուրդներով ես չէի թողնի որ նա կոտրվեր եւ ինքը ավելի ուժեղ մարդ կդառնա։ Բայց այդ հարվածները բանը, հա, կթողեիր։ Դե ինձ թվում է հիմա չէին հարվածի, լավ։ Հիմա մի քիչ փոխվել է, հարվածը հանել են։ Մեր թվերում էր որ գիտես ռուսի մոտեցումով էր ավելի այսպես դասատուները ռուսախոս բայց papan չէր թողնի։ Բացառում է, շատ եմ փորձել, շատ եմ խնդրել, որ նույն դպրոցը ավարտի։ Դու ուզում ես որ դասականով գնար կամ սկսեր։ Թեկուս դասականով չգնար, բայց նույն պարարվեստի ուսումնարանում սովորեր, նույն դիսցիպլինան վերցներ, ունենար այդ դիպլոմը։ Papan ասում է ինչ։ Բացառվում է։ Որովհետև խիստ են։ Որովհետև չի ուզում։ Գոնե բարի դպրոց թող չգնա, երկում պարում է հերիքը։ Հա, չի ուզեց, ընդհանրապես չուզեց։ Իսկ նանոլը ոնց կտաներ, որպես այսօրվա հա թինեյջեր ոնց կտաներ այդ խստությունը։ Նանոլը ինձ շատ նման է իր բնավորությունով, համբերատար է, ուժեղ է, վստահ եմ, սկզբում կարող է մի քիչ նվնվար, բայց դե ինձ ունենալով հաստատ կփորձեր ճիշտ դուրս գալ այդ հարցերի տակից։ Եվ
Չի թողնի, հա, որ ընկճվեր, այսպես, չգիտեմ, հոգեկան աշխարհը խանգարվեր, որտեղ լինում են նման դեպքեր։ Եթե կարողանայիր նանուլից մի գիծ վերցնել քեզ եւ մի գիծ քեզնից տալ իրեն, որոնք կլինեին այդ գծերը։ Եթե նանուլից մի գիծ վերցնեի, կուզենայի վերցնեի նանուլի համառ լինելը, ճիշտ, որտեղ պետք է համառ լիներ, մնար այդպես իր խոսքի մեջ։ Ինձ կարողանում են համոզել, հա, ինձ թվում է ջրհոսներին կարողանում են համոզել, որովհետև մենք իրականում իսկապես բարի ենք, բայց ինձանից կուզենայի շատ վերցներ աշխատասիրությունը։ Տես ինքը գիտի, որ ինքը կարա դա անի, կանեմ, կստացվի, բայց այդպես չի։ Մի օր հանկարծ կարող է չստացվի, դրա համար ես օրինակ այդպես չեմ եղել։ Նաև ինձ թվում է սերնդից է ինքնավստահ են, գիտես։ Շատ, այդ շատ լավ է, այդ լավ բան է։ Մենք այդպես չենք եղել ու կարելի է նաև իրենից այդ ինքնավստահությունը վերցնել։ Բայց մեկ նույնիսկ ծիծաղելի է։ Ես վերջերս դրա պիկին առնչվեցի, երբ տղաս ասաց, ես իտալերեն գիտեմ։ Եվ բայց ընդամենը մեկ բառ գիտեմ։ Սիրուն կարողանում էր, չէ՞, այսպես խառներ։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել։ Նրանք կխմեն ֆիլտրված ջուր։ Իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք։ Ծորակից գալիս է եռացող ջուր։ Հանքային էլ կարող եք չգնել։ Կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Ովքեր են քո ընկերուհիները։ Այն մարդիկ, ովքեր մեկերես ունեն, ոնց կան այդպես են։ Տենց ունեմ ընկերուհիներ շատ քիչ, ովքեր 20 տարի առաջ իմ ընկերուհիներն են եղել, 2 հոգի, այդպես մնացել են։ Իսկ ցուցակը փոխվել է ընթացքում։ Ցուցակը լավ մաղվել է։ Եղել է ինչ-որ շրջանքով կյանքում, այն որ sense քեզ թվացել է ինքան շատ են ընկերները, ընկերուհիները։ Ես Արև ջան շատ ընկերասեր եմ, շատ հասնող եմ, անիմաստ նվիրվող եմ։ Անիմաստ բառը լրիվ ինձ համար է։ Անիմաստ, մի հատ ջան կասեն, ես այսպես հետո տարիների ընթացքում ինչքան մեծացա, այնքան հասկացա, որ այդպես պետք չի անել։ Ընդհանրապես պետք չի, պետք է գինդ իմանաս, տեղդ իմանաս։ Բայց կարողացել ես քեզ փոխել։ Հիմա հա։ Հիմա փոխվել եմ շատ։ Շատ, մի քիչ շատ։ Կա մարդ, որ ասում է, սա իր շնորհիվ փոխվեցի։ Կան մարդիկ։ Այո։ Ոլորտի մարդիկ են եղել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս ոլորտում մանավանդ քո դեպքում, որովհետև շատերի հետ է շփվել ու նաև շատերի հետ է աշխատել, այդ աշխատանք եւ ընկերություն գիծը միշտ չի որ sense հստակ է։ Ընդհանրապես հստակ չի, փաստորեն։ Ու այս դեպքում դա խանգարում է, հա։ Այո, պետք է պահես աշխատանքի մեջ պետք է փորձես ընկերություն չանել, ամեն կերպ։ Այդ ընկերասեր լինելը պետք է տեղից հանել, վերացնել ուղակի։ Ոլորտի ամենամտերիմ մարդը ով է քեզ, մարդիկ։ Ոլորտից ամենամտերիմը ինձ համար 20 տարվա ընկերուհիս Քրիստինե Պեպելյանը։ Միայն ոլորտից, որպես ոլորտ ասելով շոու բիզնես ասվածը, հա։ Այո, միայն։ Միայն Քրիստինե Պեպելյանն է։ Որ իմ տան մարդն է, որ իմ հարազատն է, որ իմ ընկերն է իսկական, հա, որ չկա մի բան, որ իրանից պետք է նեղվեմ, պահեմ, չխոսեմ, չկիսվեմ,
չհասնեմ կամ ինքը ինձ չհասնի։ Իսկ հեռավորության վրա լինում է այդ ամենօրյա կապը պահել։ Հնարավորինս շատ ենք իրար կարոտում, բայց փառք Աստծո ստացվում է այսպես։ Գոնե տարին մեկ հանդիպում ենք։ Ու կարևորը շատ հետաքրքիր է, ավելի հետաքրքիր օրեր ենք անցկացնում, քանի որ երկար եմ միշտ գնում, հենց գնում եմ։ Իսկ եթե հիմա հանդիպեիր այն Վիկային, որը տարիներ առաջ փորձում էր, հա, առաջին քայլերը անել, ինչ կասեիր։ Կասեի, որ որոշումներումս ավելի հստակ լինեմ։ Հստակ նկատի ունեմ, ավելի խիստ նայեմ այդ հարցին։ Չոր այսպես չլողայի այդ հարցի շուրջ կամ ինչ որ լիքը հարցեր կան, որ մտածել եմ դե լավ հեսա այսպես կանեմ, ավելի կողմնորոշված կլինեի, արագ կկողմնորոշվեի։ Իսկ ձերոնց հետ կապված ամեն ինչի հետ հարթ ես, թե որ կասեիր, «Երեխուն մի քիչ հանգիստ թողեք»։ Չէ, ես բազմիցս ասել եմ ու մեկը գալի, մեկ ուզում եմ դա ասեմ, հետո գալիս եմ մեկը կանգնում եմ այն կետի վրա, որ մենակ իրանց շնորհակալություն եմ ասում, որովհետև իսկապես շատ ուժեղ մարդ են ինձ մեծացրել եւ այսինքն նույն մենակը դու գիտես, որ կկարողանաս բոլոր սիտուացիաներից ճիշտ դուրս գալ եւ պայքարել եւ լինել ոտքերիդ վրա պինդ կանգնած։ Ինձ թվում է այդ սիտուացիաներից ամենաբարդերից մեկը այսօրվա շփումն է շարքային ծնողի հետ։ Ինչքան ծնողների հետ ես դու շփվում։ Խայտարակ շատ։ Քանի երեխա ես տուն եմ գալիս, իրանք բնականաբար բոլորին շատ սիրում եմ եւ այսպես քամված, ասենց ինձ թվում է վամպիրների պես արունը խմել եմ, նոր եմ եկել, բայց ընդհանրապես այդ շփումը առօրյա դու պարտավոր ես թե մամայի հետ, թե երեխայի հետ շփվես, մեկը լացում է մի օր, մեկը չգիտեմ խնդիր ունի մի օր, մեկը շատ ուրախ է, այսինքն դու իր հետ բոլոր հա այդ էմոցիաները կիսում ես, կեսին դասավանդում ես, կեսի հետ զրուցում ես։ Ես ավելի շատ հոգեբանական այս մոտեցումից ավելի դրանից հոգնում եմ։ Հենց դա է ուզում ասել։ Պարելուց չեմ հոգնում երբեք, դասավանդելուց չեմ հոգնում երբեք, բայց նույն այդ ժողովները, բոլոր մամաների հետ անընդհատ շփման մեջ լինելը, կառավարել այդ մի քանի մասնաճյուղը եւ գլխամասը վերջապես ու բոլորը ուզում են հենց քո հետ շփում, անպայման, գիտես նայ, կարող եմ չդասավանդել։ Փառք Աստծո, այնպիսի պարուհիներ, այնպիսի պարուսույցներ ունեմ, որոնց ես կոպիտ ասած մեծացրել եմ ու այսպես հանգիստ կարող եմ նստել իմ սենյակում, կամերաները բոլորը միացրած, ես հետևում եմ միշտ, բայց որ մի օր հանկարծ գիտեն ծնողները, ես իմ կաբինետում նստած չեմ, իրանք այդ կարողա ծանր տանեն, հա, որովհետև դա շատ կարևոր փաստ է, որ Վիկան նստած է եւ հետևում է ամեն ինչին։ Ավելին ասեմ, թեկուզ իրենք դա չպահանջեն, ես չեմ կարողանում։ Ունեք զարմանում եմ, նայում եմ, տեսնում եմ մարդիկ, որ ինչ որ խմբեր ունեն կամ մի բան անդադ ման կգան, չգիտեմ ինչ կանեն, ասում եմ, տարվա մեջ մի անգամ գոնե կկարողանամ ես գնամ, ընտանիքիս հետ մի քիչ հանգստանամ եւ վերադառնամ։ Եթե նույնիսկ այդ 20 օրը, 15 օրը ես վերցնում եմ, դա լինում է միայն ամռանը կամ ձմեռային արձակուրդներին, հա։ Մեկը մի բան են չի լինում։ Մեկը գալիս եմ ինչ որ մի բան են չի լինում, ասում եմ, էտա տես ես գնացի դրա համար այդպես եղավ, բայց երևի շատ կենտրոնացած եմ, երևի պետք է դա մի քիչ բաց թողնեմ, էլիս դա այդ դիսցիպլինան է, էլի դա այդ ուշադիր լինելն է, լարված լինելն է, չգիտեմ։ Վիկ, իսկ այսօրվա մաման ամենաշատը ինչ պահանջ ունի, չգիտեմ, իմ երեխան բեմի վրա լինի կամ իմ երեխային չնեղացնի ուսուցիչը, ինչ ամենաշատը ինչ են ասում։ Առաջի գծում կանգնի։ Առաջի գծում։ Առաջիկից կանգնի բարի, կապ չունի, այդքան լավ ֆարում է, թե չէ։ Բայց դե մեր մոտ մի քիչ ուրիշ է։ Ու սիրում են համերգներ, չէ։ Հա, շատ, անդադ ուզում են նկարահանումներ, համերգներ, ինչքան շատ լինի ընկեր Վիկաճան, այդքան ուրախ կլինենք։ Ես էլ ուրախանում եմ, որ իրենք սիրում են երեխաներին բեմում տեսնել, դա ամենակարևոր բանն է։ Եթե երեխան բարի է գալիս եւ բեմ չի բարձրանում, ասենք ինչի համար է սպառում, ինչ որ տենց այսքան ուղղահայաց բարի համար։ Ընդունում եք ցանկացած երեխայի, թե ունակություններից նայած որ տարիքից, ցանկացածը մի քիչ հարաբերական է, այսինքն ընդունելությունը 3 տարեկանից է։ Այդ տարիքին չես կարող ինչ-որ պահանջներ դնես։ Այդ տարիքին կարող ես մի քանի ամիս թույլ տալ գա բարի, եթե կզգաս, որ այդ երեխան սլուխի մեծ բացակայություն ունի կամ բայց շատ է սիրում ապրել։ Սիրում է, բայց խաղում է դեռ, ուրեմն իրեն պետք է ասես մի փոքր ավելի սպասենք նոր վերադառնանք, հա, ասենք գոնե 5 լրանագանք կամ չի սիրում ծնողն է ուզում միևնույնն է գա, այստեղ տարբերակներ կան, հա, տարբեր էսպես դրա համար 10 տարեկանից հետոնա, որ պետք է այդ հարցին շատ ավելի լուրջ նայես եւ ցանկացածի չես կարող ընդունել։ Եղել է դեպք, որ ասել ես, որ
անիմաստը շարունակելը ու ինչ ռեակցիա է ստանում։ Դե բնականաբար մի քիչ նեղվում են, կոտրվում են, բայց ես այն պարուսույցներից, այն ղեկավարներից չեմ, որ այսպես ունքս բարձրացրած խոսեմ, ասեմ, հա, չէ, ես իրենցից մեկն եմ եւ ինչ շատ են ասում, որ երկրորդ մասնագիտությունից կարող է հոգեբան ես եղել, ես շատ լուրջ եմ բոլոր հարցերին մոտենում եւ փորձում եմ այնպես անել, որ հոգեբանորեն իրենց կարևոր տրավմայի չենթարկես, ամենակարևորը դա է։ Այ տեսահոլովակների նկարահանման ժամանակ մեծ խնդիր է ընտրել ով պետքա լինի կադրում։ Հայ տելը մամաների պահանջն։ Հա, ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը, այսինքն ամեն մի երեխայի երևալ չերևալը, դա կոնկրետ մի ընտանիքի, մի մամայի թեմա է։ Ահա, դրա համար մեր ստուդիան Արև ջանն այստեղ ոչ թե ես ինքս եկել եմ ինձ գովելու, դա արդեն տարիների փորձ ունենք եւ տարիների պատմություն ունենք։ Էս այն ստուդիան չի, որտեղ կարող ես, չգիտեմ, գումար վճարես երեխադ սոլո բարի։ Էս այն ստուդիան չի, որ էլի ինչ որ տարբերակներով կարող է երեխադ առաջին կամ երկրորդ գծում բարի կամ մեջտեղում հայտնվի։ Պարում են այն մարդիկ առաջի գծում, ովքեր կարող են տանել այդ գիծը, հա, ովքեր կարող են այնպես անել, որ նայես չնեղվես, չհիասթափվես, հասկանաս, որ ճիշտ է բեմադրված բառը եւ իհարկե փոփոխություններով, գծագրերով, այսինքն ամեն ինչ անում ենք, որ ճիշտ լինի, պարարվեստը ներկայացնել ճիշտ բարձր մակարդակի վրա, որովհետեւ բարի հետ հիմա այնքան են խաղանում արվեստի հետ, ես դրա մասին որ խոսեմ տարիներ։ Իսկ դու ում ես դասավանդում։ Ես հիմա դասավանդում եմ մեծերին, միայն բոլոր մեծերին, բոլոր ասելով այն խմբերին, որոնք արդեն շատ մեծ փորձ ունեն ավելի, բայց չկա մի խումբ, որ ինձ մի օր չի տեսնում, չկա մի խումբ, որ իմ ծրագրով չի աշխատում։ Այսինքն իրենց չդասավանդել, իրենք ընդհանրապես չեն զգում։ Քեզ ով է շատ ծիծաղացնում։ Առօրյա։ Տղես։ Հա։ Իսկ ինտերնետում ինչ-որ մեկի կոնտենտը կա։ Չէ։ Ոչ մեկի։ Որ նայեմ ծիծաղամ։ Հա։ Չինես բան է սոսում, նայ, ասած ապուշ խոսյոթ ունեմ, գիտես, կարողա օրինակ ես Comedy Club-ի edge-ն եմ մտնում կամ Նինային եմ նայում Տիտանյան։ Հա, Նինային, այո, ես էլ եմ նայում, Նինային շատ եմ սիրում։ Հա, ես էլ Նինայի նույն story-ից եմ ուրախանում։ Հա, ծիծաղալու բաներ անում, հա։ Իսկ քո հետ վատ հարաբերությունների մեջ լինելը վտանգավոր է։ Բավականին։ Ամենադաժանը ինչ ես արել։ Ոչ մի բան ես չեմ անում, անկեղծ եմ ասում, ես բումերանգն է անում։ Ես բան չեմ անում։ Դե մի բան պետք է անես, չէ՞, մեջիցդ այդ էներգիան ուղես։ Չէ, անկեղծ բան չեմ անում, բայց ես նեղացած մնում եմ։ Հա։ Իսկ որ բումերանգը աշխատում է, հետո ասենց հանգստանում ես։ Չի եղել դեպք, որ չաշխատի։ Իսկ որ աշխատում շատ եմ վախենում, երբ որ ինձ նեղացնում են։ Հա։ Մեկ-մեկ խնդրում եմ, որ շատ չջղենանա։ Վիկ մեկ-մեկ լինում է, որ սենց քո կյանքը կողքից ես նայում ու մտածում ես, եթե ուրիշ ձև ամեն ինչ զարգանար ու ես օրինակ լինեի պրիմա։ Կա այդ սցենարը զուգահեռ։ Պրիմա բալերինայի մասին ես խոսում։ Դե ես այդ ճանապարհը այսպես ինքս կտրեցի ու դուրս եկա։ Գիտեմ, հա, բայց լինում է պահ, որ մտածում ես կամ երբ գնում ես բալետ ես նայում, ասես մտածում ես կարող է ես լինեի։ Չէ՞ ցանկություն։ Ես այնքան ռեալիստ եմ, այնքան մի քիչ այտենց էֆորիաների մեջ, երազանքների մեջ չեմ կարողանում ապրել, բայց եթե եղել է նման բան, վստահ կարող եմ ասել, որ մեկը ասել եմ, ինչքան ճիշտ քայլ եմ ես արել, ինչու, որովհետև ես եթե իմ ճակատին գրված էր, որ ես այս երկրում պետք է ապրեմ, Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ պետք է իմ կարիերան շարունակվի, ասել եմ ու կասեմ շատ մեծ ցավով դասական արվեստ այստեղ չգնահատված է եւ անիմաստ բալետը այնպիսի զոհեր է պահանջում եւ եթե դու դա անում ես եւ չես գնահատվում հանդիսատեսի կողմից, հանրության կողմից, ցավոք դա այդպես է, այսօր երիտասարդները չգիտեն դասական բալետները, լիբրետոները, ոչ մի բանից տեղյակ չեն, այսինքն դա չեն պրոպագանդում, դրա համար դրա մասին չգիտեն, նույն օպերան գնում են այն մարդիկ նայելու, ովքեր որ
ում բարեկամները, ում ընտանիքը այդտեղ ապարում է, երգում է, հա, ասենք Վիկ այդքան էլ չեմ համաձայնի, որովհետեւ վերջին տարիներին նենց լավ լեփլեցուն են դահլիճները, իհարկե դասականը միևնույն է բավարար գնահատված չէ, ուշադրությունը քիչ է վրան, բայց ինձ թվում է վերջին տարիներին ավելի շատ են գնում։ Համաձայն եմ, որ նախ ներկայացումներն են շատացել, ավելի նոր ներկայացումներ կան, ավելի շքեղ են, թե կոստյումները, թե ամեն ինչը, փոփոխություններ կան միանշանակ։ Բայց կոնկրետ բալետի դեպքում համաձայն եմ, որ մենք ունենք խոսքը գնում է բալետի մասին, կադրերի մենք պակաս այնպիսի կադրեր ունենք, որ իրենք ուղակի այսպես, չգիտեմ, կարող են համաշխարհային մակարդակի պարողներ դառնային։ Վիկ քեզ դուր է գալիս այն միտքը, որ դու կարողանում ես գումար աշխատել։ Եվ ինչ ես անում այս հաճույքով քո աշխատած գումարը ինչի վրա ես ծախսում։ Ինձ վրա։ Ինչ ես առնում։ Նանուլի վրա։ Օրինակ վերջին գնումդ։ Վերջին գնումս, որ Կամ կարող գնում չի ինչ որ այլ բան է։ Չեմ հիշում։ Անկեղծ եմ ասում, եթե ինձ հարցնես օրինակ մի ամիս առաջ ես ինքս ինձ իմ գումարով ինչ եմ առել, երևի չէ, որովհետև չեմ առել։ Անկեղծ։ Ես երբ որ երկրից դուրս եմ գնում ինչ որ բան, հագուստներ ամեն ինչ փորձում եմ դրսից ձեռք բերել։ Հիմա արդեն ունենք մեր բրենդը 24 ժամ իմ հագը միայն սպորտերն են։ Եթե ինչ որ թանկարժեք լավ բաներ են, ինձ իմ ամուսինը սիրով նվիրում է, ես ինքս չեմ գնում ինձ, շատ անկեղծ լինեմ եւ դրա համար կարող եմ ասել իմ ամբողջ աշխատած գումարը երևի թե ես բնականաբար կծախսեմ երբ կուզեմ իմ ընտանիքի վրա, ինչի վրա որ կուզենամ կծախսեմ, բայց ամենաշատը ներդրումը նանուլի վրա է, այո։ Եթե դիտարկենք նանուլին որպես պրոյեկտ, որովհետև ամեն դեպքում դու մենակ մամա չես, դու նանուլի պրոդյուսերն ես։ Այո, ես նանուլի պրոդյուսերն եմ եւ դրանից իմ կյանքը ավելի բարդացել եմ։ Իհարկե։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն, որտեղ արդեն երեխատ է։ Համ երեխատ է, համ պրոդյուսերն ես, այստեղ արդեն շատ այսպես բարդ է ստացվում, բայց նանուլը չունի այնպիսի մի պրոյեկտ, որը որ կարող ես ասես, այս մեկը ինչ որ ոնց որ էժան գործ են արել եւ այլն, այսինքն մենք իրեն միշտ պահել ենք շատ այսպես ամեն հարցում ինչ որ արվել է, թե երգը գրել է, թե տեսալովակ նկարահանել է, թե հագուստները, թե ամեն ինչը լավագույնները ոչ թե թանկ պետք է լինի, այլ այն ինչը որ շատ որակով է, իսկ շատ որակով մի բանը ինքը մեծ գումար արժե։ Եթե չունենայի հնարավորություն այդ ամեն ինչը անելու, նանուլը որպես պրոյեկտ, ոնց է դա պրոդյուսերը որոշում է պրոյեկտ սկսել, հաշվարկ անում ինչքան ժամանակ հետո գումարը հետ կգա եւ այլն։ Այդ դեպքում չէիք էլ սկսի, չէ՞։ Բացարձակ։ Բայց ես գիտեմ, որ մի քանի տարի հետո ինքը ինչ արտիստ կարող է լինել, այո։ Ես հավատալով իրեն այդ ամենը, ես այն մամաներից չեմ, ես այն պրոդյուսերներից չեմ, որ ուղակի էսպես որոշես։ Բայց ամենասկզբում հո չէիր մտածում, որ այ ես հիմա քանի տարեկան էր։ Ամենասկզբում 4-5 տարեկան էր։ 3.5 էի մտածում, որ ինքը ընդհանրապես պետք է երգի։ Ես ամեն հաղորդման մեջ ասել եմ, որ բոլոր հաղորդումների ընթացքում դա վարամի թեթև ձեռքով է եղել ու հիմա էլ կկրկնվեմ, կասեմ, ընդհանրապես չեմ մտածել, որ ինքը պետք է երգի։ Վիկ, ես հիշում եմ, որ sense բոլորս հանգիստ ապրում ենք, մեկ էլ նանուլի առաջին տեսահոլովակներ կհիշացնես անունը։ Երգչի եմ ես դարձել։ Բարև Լիլիթ, կտես հա, ճիշտ է, Լիլիթ Հովհաննիսյանի հետ, այո։ Եվ ես հիշում եմ, որ sense առաջին պահից սկսած, ինչքան աղմուկ բարձրացավ, այդքան այսօրվա լեզվով ասած hate-ը հայտնվեց։ Իհարկե։ Ու ծնողի համար ընդել է որ իր ճուտիկն է, պուճուրն է, համոզված են, որ քո ձեր մտքով դա չի անցել, այդ պահը, որ դուք չգիտեմ անցավ կես օր, որ տեղադրվել է վիդեոն, ու դուք հասկանում եք, որ այդ ինչ նեգատիվ է գալիս ձեր, եւ որ ամենավատն է, որովհետեւ մենք մեր հանդեպ վատը շատ ավելի հեշտ ենք տանում քո երեխայի հանդեպ։ Կար այդ րոպեին ինչու մի պահ եղել է միտք, որ միգուցե պետք է չանեինք։ Ասեմ, որ դրանք եղել են մեր ամենաբարդ տարիները։ Մենք ընդհանրապես չենք պատկերացրել, որ կարելի է երեխային ինչ-որ վատ բան գրել։ Մենք տեսակով մեր ընտանիքով են մարդիկ ենք, երբ որ մեկին չենք հավանում, չենք էլ նայում, չենք էլ խոսում դրա մասին, բայց այդտեղից մենք հասկացանք մեր ցավոք բայց ժողովրդի տեսակը, մարդկանց տեսակը, այո, ստիպված ուղղակի տանը նստած, այսպես ամեն կոմենտ գրողը ինձ թվում է ներկայացնում է հենց ինքը իր ներքն աշխարհը, հա, ինձ թվում է այդ գրած կոմենտներից հասկանում ես ինքը ինչքան նենգա, չարա, չգիտեմ,
որովհետև ինքնահաստատված լուրջ մարդիկ, երբ որ մի բան չեն սիրում, կարծում եմ, որ դրան չեն վերաբերվում։ Եվ մենք չենք պահանջել, որ բոլորը իրեն պետք է սիրեն։ Իսկ եղել է այդ միտքը, որ չգիտեմ, անցել է 1 օր ու դու ավելի շատ, որովհետև ամեն դեպքում դու ես այդ ուղղության կրողը, ընտանիքում մտածել ես, որ ինչի արեցինք։ Շատ հաճախ։ Իսկ ամուսինդ ասում էր, դե պետք չէր։ Միշտ։ Արդեն պատկերացնում եմ այդ տեսարանը, հա։ Այո։ Կյանքը հաճախ որոշումներ կայացնել կարողանալու մասին է։ Օրինակ ունենք 2 ընտանիք, 2 տուն, վատ տանիքներով, ոչ միայն այդ երկուսը, այլ Հայաստանի սեփական տների կեսը դեռ ազբեստից տանիքներով են։ Բայց չշեղվենք։ Ա ընտանիքը անընդհատ մտածում էր, որ դեռ ժամանակը չէ։ Հետո կփոխենք, փող կլինի, նոր կփոխենք, կամ ռազմիկ ջաջան կգա, պաչինկաները կանի։ Համել անձրևների սեզոնը արդեն անցել է։ Նույնիսկ եթե լինեն տեղումներ, այնքան թաս կա տանը, որ կդնենք տանը եւ հատակը չի վնասվի։ Իսկ այն, որ այս տանիքը նաեւ քաղցկեղածին է ու քամու հետ այն կարող է տարածվել, բացասական է։ Դրա մասին էլ ոչ լսել ենք, ոչ գիտենք։ Իսկ B ընտանիքը մաթեմից լավ էր, հաշվարկել էին ինչքան են իրենց վրա նստում տանիքի անվերջ վերանորոգումները, կարկատանները, նաև հաշվարկել էին ջերմակորստի վնասը։ Նաև տեղեկացված էին, գիտեին կտուր EM նախագծի մասին, գիտեին, որ նույնիսկ առանց ներդրման կարելի է սկսել process-ը եւ 3 օր հետո ունենալ նոր, սիրուն, էներգաարդյունավետ առողջությունը պաշտպանող ապառիկի հիանալի պայմաններով հիանալի տանիք։ Իսկ նոր տանիքի հետ վերանում են հին խնդիրները։ Փոփոխությունը, որը տանում է դեպի դրականը, դեպի լավը, դա առաջընթացն է։ Եվ հաճախ հենց մենք ենք որոշում լինել անverջ քցող բռնող A ընտանիքը, թե մաթեմից ուժեղ դեպի դրականը գնացող B ընտանիքը։ Լավ տանիք ունենալու ճանապարհին ձեզ պետք կգա 812 կարճ հեռախոսահամարը։ Զանգահարեք կտուրեյեմ, ամեն ինչ կպատմեն, կբացատրեն, կկազմակերպեն։ Դրանից հետո, էդ էլա գիտես, հետաքրքիր, առաջինը մարտանումա ոգևորված։ Վայ, ինչ լավ է, երեխան երգում է, ընտիրա Լիլիթի հետ, բան անկեղծ չենք սպասում, նախ այդ ժամանակ գիտես, երևի տենց նոր էր սկսում տարածվել այդ Instagram-յան, հա, այդ վիճակները ավելի մեծանալ մեդիան եւ այլն, բայց այդտեղից հասկացանք, որ այդ ազատությունը, այո, այդ իսկ այդ մյուս քայլն էլ է հետաքրքիր, որ դրա միջով անցնելուց հետո, այդ ամենը կոմաշկի վրա զգալուց հետո ամեն դեպքում որոշում եք շարունակել։ Դե դա քեզ ուժեղացնում է ավելի համել, որովհետև հասկանում ես, երբ որ մի հոգին կարող է 15 հոգու փոխարեն ինչ որ fake edge-երով այդպես սկսի փորձի ընկնել հետևից այդ փորձի քեզ կոտրել, եւ ընդհանրապես չի կարելի վերաբերվել այդ հարցերին լուրջ, քանի որ դու գիտես դու ով ես, դու գիտես դու ինչ ես անում, երբ որ հետո կա մի հատ Պարզ մի բան, երբ որ դու դրսում ման ես գալիս նույն անուլը, երբ որ տեսնում ես երեխաները փաթաթվում են, սիրում են, նկարվում են, երգում են, պարում են իր պարերը, դա նշանակում է, որ դու փորձել ես այնպես անել մարդիկ սիրեն քեզ, դու ունես քո լսարանը, այսինքն չպիտի նայես այն նեգատիվը, որովհետև դա ոչ մի բան է։ Հիմա տես դու խոսում ես ինձ թվում է շատերի համար, ովքեր մեզ հիմա դիտում են, այս կարող է լինել տենց ճակատագրական միտք, որովհետև քո պատմությունը, ձեր պատմությունը Նանուլի հետ ապացուցում է, որ այդ համառ լինելը ու չկոտրվելը ճիշտ է, որովհետև երբ որ 3.5 տարեկան երեխային վատ խոսքեր են ասում ու դու հետ չես կանգնելու, այսօր տեսնում ես, որ ինքը իրոք դա իր ճանապարհն էր, տեսնում ես, որ դա իր ոլորտն էր, իրեն սիրում են, այդ միտքը կա չէ, որ ես ճիշտ էի։ Հա, ես միշտ այդ մտքին գալիս եմ, ուրախանում եմ, այսպեսից բաներ եմ անում, որ ճիշտ էի, ստացվեց ու ես հաղթեցի, մենք հաղթահարեցինք այդ հարցը, թե ես, թե Նանուլը ու ինչ շատ են ասել, որ երեխայի հոգեբանության վրա դա ազդում է, արդեն մեծացել է, կոմենտները կարդում եւ այլն, տես ամեն ինչ մարդու համար է, ես այն փափուկ բարձ գլխի տակ դնողներից չեմ, պետք է դժվարությունը տեսնել, բարդությունները հաղթահարել եւ հասկանալ, որ դա ոչ մի բան է, ամեն երկրորդ կարող է քեզ ինչ-որ փորձի վատաբանել, անընդհատ փորձի քեզ գցել եւ դեպի վատտեղ տանել կամ կոտրի թևերդ։ Այո, շատ մարդիկ կոտրվում են դրանից։ Բայց քանի որ էլի ինձ նման է ինքը, նույնիսկ չի կարդում, չի նայում, չի
ինքը այնքան հետաքրքիր աշխարհ ունի։ Էդ է ուզում ասել, մանավանդ երբ զբաղված է լինում երեխան։ Զբաղված մարդ է, չեք պատկերացնում, սա շատ լավ հնարավորություն է այդ մարդկանց համար ասել, որ մի տանջվեք այդքան, որովհետև նանուլը ժամանակ չունի տանը 10 րոպե ավել մնա հանգստանա, որովհետև ինքը զբաղված մարդ է, ինքը մասնագիտություն ունի արդեն։ Վիկ, իսկ խոսքերի հետ կապված, երաժշտության հետ կապված բոլորը շատ ուշադիր եք, ոնց հասկանում եմ, հա։ Այո։ Ես հիշում եմ նանուլի հետ կապված, միշտ հիշում եմ այդ Gucci երգը, ու միշտ մտքումս քո հետ մի քիչ կռվում եմ, ուզում եմ ասեմ, իսկ լավ է անում։ Չէր կարելի Gucci-ին չասել, առանց այդ էլ շատերը ասում են, որ հիմա երեխեքը շատ շուտ են այդ ամենը իմանում։ Հակիդ Louis Vuitton-ա։ Հա, ճիշտ է, Louis Vuitton էլ կար։ Չէր կարելի առանց դրա, թե ամեն դեպքում դուք գիտեիք, որ դա աշխատելու է ու դա էր կարևորը։ Դե որ մտնես YouTube կհասկանաս։ Նայ, երբ դեռ թեթևացրել էինք։ Հա։ Այնտեղ ուրիշ Այնտեղ ավելի տիժոլո լյուքս կար։ Մենք զանգահարեցի Գրիգորին Կյոկչյան եւ ասացի խնդրում եմ մի քիչ թուլացրու։ Կոկչյանն է գրել խոսքերը։ Այնպես որ բոլոր արձերը ուղղվում։ Բայց իհարկե պատվերը իմ կողմից էր պրոդյուսերի եւ Խնդրում եմ մեկ Gucci երգ։ Եվ պատվերը այո իմ կողմից էր, թեման դա էր տրենդների մասին։ Աշխարհով մեկ նման պրոյեկտներ արդեն եղել էր։ Բոլոր երիտասարդները, երեխաները ապրել եւ երգել էին այդ Gucci Prada երգերի տակ։ Մենք էլ մեր տարբերակը Վիկա, դու շատ խիզախ աղջիկ ես, գիտես։ Այո։ Ասում են Դու շատ խիզախ ես ու այսօրվա սոցիալական դաշտերի օրենքները դու լավ տիրապետում ես օրենքներին ու դու դա ավելի շուտ ես սկսել ինձ թվում է քան էս ամեն ինչն ես սկսել ես թույլ տամ ինձ դա ասել այո ես մի քիչ ամեն ինչ ավելի շուտ եմ սկսել թեկուզ նույն 18 տարի առաջ երբ որ չկար այդ TikTok ասվածը կամ այդ challenge-ները կամ այդ քառակուսի 4 հատ շարժումով բարբարել մենք վաղուց դա տարածել էինք առանց մտածելու Ու քառակուսին ինչ այսինքն քառակուսու մեջ Այո քառակուսի մեջ չէ բայց ավելի հասկանաս որ ինքը 4 հաշիվա ստատիկ ինքը հա այսպես մենք դրան քառակուս ենք ասում հա ասենք թե 1 2 3 4 5 6 7 ու դրան ասենք 4 հատ նույնը կրկնում ես որը շատ տարածվեց եւ դարձավ հիմա այսօրվա բառերով challenge trend հա բայց բազմիցս չէ որ ես բոլոր երգիչներին նվիրել եմ այդ տրենդերը առանց մտածելու ու ամեն ստացվել է մեզ մոտ շատ շուտ թե YouTube-ում այն ժամանակ այդ backstage-երը առանց ուղակի մտածելու ասում եի կգաս տաթև նկարես սա ուզում եմ որ մեր իմ փորձերը բոլորը նկարահանվի հիմա ուղակի հավես չունեմ դրա հետևից ընկնելը ժամանակը չունեմ որովհետև ժամանակին այնքան բան է արվել խոսվել արդեն ուղակի անունդ է խոսում քո համար Ինձ թվում է TikTok-ը հայտնվել է հենց պարուհիների, պարողների համար, չէ, այսինքն լրիվ է ինֆլուենսերների էլ, բայց ձեր համար ոնց է ավելի շատ երկողի, պարողի համար, այո, ավելի շատ երկողի, պարողի համար, ինչ որ հետաքրքիր fashion artist-ների համար, չգիտեմ։ Հա, բայց ես ձուկը ջրում չեմ այդտեղ, հավատամ։ Ցայմ ցավոտ թեման է ամեն անգամ այս ամենաակտիվներից կարող է այդտեղից տեսնես որովհետև իմ համար ես ինքս TikTok-ից հեռու մարդ եմ բայց իմ համար դու քո վիդեոներով պարերով հենց TikTok-ի հետ ես ասոցացվում նաև, չէ՞։ Ստիպված, որովհետև հիմա այդտեղ են նայում եւ որոշում որտեղ գնա երեխա պարի ու վայ այս աղջիկը շատ է երևում, էսի վայ այս ինչ խումբ, այս ինչ են անում, այսինքն մարդիկ TikTok-ում են, մարդիկ Instagram-ում են եւ TikTok-ում են եւ ես ստիպված գնացի դրան, այսինքն եթե ես ունեմ մեծ բանակ, երիտասարդների բանակ ու իրենք հենց այդտեղ են, դու պարտավոր ես, հա, իրենց հետ ինչ որ չափով այդտեղ լինել։ Ու պարտավորը մի քիչ կոպիտ եմ ասում, բայց պիտի քայլես, հա, աշխարհի հետ։ Եթե չքայլեցիր, իսկ իրականում դու ավելի հավեսով հիմա սովորեցնում ես ապրել, թե ապրում ես։ Ես սովորեցնել եմ միշտ շատ սիրել եմ, շատ ու դա համարել եմ, որ ինձ մոտ բոլորից լավն է ստացվում։ Նյարդեր թերիքում են։ Հա, բայց պատկերացնում ինչ եւ ճանանում եմ միշտի պարուսույցների վրա, որ իրենք ասում են, «Վայ, ես փոքրերի հետ չեմ կարողանում ընկեր Վիկա եւ այլն»։ Բայց սարսափելի բարդ բան է ապրել սովորեցնելը։ Գիտեմ։ Մենք ես էլ եմ դրա մեջով անցել, ես մենակով եմ դասավանդել բոլոր տարիքային դասարաններին ժամանակին տարիներով, համբերատար, սիրելով Մինչ օրս դրա համար այսօր, այսինքն այսօր մարդիկ հասկանում են որ կարա Վիկան դաս չտա ու պարուսույցները դասավանդեն
քանի որ իրանք իսկապես շատ լավ են, որովհետև այդ նույն աշակերտներն ես տարիներով դասավանդել եմ ու իրանք լավ գիտեն իմ պահանջարկը, լավ գիտեն ես ինչ եմ ուզում տեսնեմ, ոնց եմ ուզում դա տեսնեմ։ Վիկ, հետո ինձ թվում է դու պարել, կադրում էլ սիրում ես։ Ի սկզբանե որ մենք քեզ տեսել ենք, ես հիշում եմ երաժշտական հեռուստաալիքում էի աշխատում եւ մենք անդադ տեղադրում ենք տեսահոլովակը քո, որը ես փորձում էի այսօր գտնել, չեմ հիշում, ու անունով չկարողացա գտնել, կհիշացնես։ Առաջին տեսահոլովակը, որ վազում ենք, այո, ինքը այդպես մի հատուկ անուն չուներ, բայց Պարային երևի առաջին տեսահոլովակներից էր, որ էլի նկարահանվել էր ամենա ընտիր ռեժիսորով, չգիտեմ, լուրջ սաստավով, ինքը մինչև հիմա, որ իմ պարուսույցները, իմ աշակերտներն են, ասում են, ընկեր Վիկա, ոնց կարելի է այդ ժամանակ սենց բան անել։ Խնդրում եմ, որ գտնես ինձ ուղարկի, որովհետև դա իմ պատանեկության մի մասն է, անդադ տեղադրում ենք։ Սուրեններ բազում, հիշում ես։ Հա, Փահլևանյա։ Չէ, այդ չեմ հիշում։ Հա, Դար 21-ով ցուցադրում էին, ամեն օր պրեմիերաները Դար 21-ով էր, այո։ Դու միակն էիր, առաջինն էիր, որ դու պարող արտիստ էիր, բայց ունեիր քո տեսահոլովակը։ Այո։ Շնորհակալ եմ, որ դու հիշեցիր։ Ես դա շատ լավ հիշում եմ։ Հիմա մարդիկ խոսում են, որ մենք այսպիսի տեսահոլովակներ բաներ ու ցած նայում եմ, ասում եմ, բայց դա ես երբ եմ արել։ Վիկ, դու հիմա շատ ավելի նիհար ես, ճիշտ եմ։ Այո։ Մինուս քանի կիլո։ Այս պահին մինուս 14 կիլո։ Ու ես վերջին Ինչ համար այնքան ուրախ չես պատկերացնում։ Վերջին օրերին անդադ է նայում էի տարբեր քո հետ կապված նյութեր։ Իմ համար դու այսօր քո լավագույն տեսքն ունես։ Հա, շատերն են ասում, բոլորն են ասում, ովքեր հատկապես ինձ գիտեին տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, օրինակ դու, նայ ես ինձ գիտես, այսպես բաց էի թողել եւ ընդհանրապես ինձ լիքը բան հետաքրքիր չէր։ Ես վազում էի, ես ռուտինայի մեջ իմ գործերով ամեն ինձ համար ժամանակ չէի տրամադրում, որովհետև նայ հիմա էլ ինձ այսօր բարդ է ընտանիք ունենալ, աշխատանք ունենալ, գնալ ժամերով, նաև առավոտյան ես միայն կարող եմ դա ինձ թույլ տալ։ Այսինքն իմ մոտ միակ այդ 2-3 ժամներ, որ ես տանն էի, հետո վազում էի աշխատանքի մեկից հետո։ Հիմա ես երեխաներին դպրոց ուղարկելուց հետո ուղիղ մարզասրահ ու հետո աշխատանքի։ Այսինքն այդ մի քանի ժամն էլ լցրեցի։ Պարուհիների համար այ հիմա եթե 2 խորհուրդ տաս, ի՞նչն է մարզվել, սննդակարգ։ Տեսեք, շատերը ինձ գրում են. Վիկա ջան, այդքան պարում եք, բա ոնց եք չեք նիհարում, ջիմ եք գնում, որ նիհարեք։ Ես ուզում եմ բոլորին հայտարարեմ, հարգելիներս, դրանք տարբեր բաներ են։ Պարելը լրիվ ուրիշ մկաններ է աշխատացնում։ Մարզվելը լրիվ ուրիշ մկաններ են աշխատում, ընդհանրապես իրենց չի կարելի համեմատել շարժման մեջ լինելը, դա չի նշանակում, որ դու պետք է նիհարես, հատկապես գոյություն ունի գեն, գոյություն ունի ամեն մարդու բնությունը մի ձև է լինում, հա, եւ երրորդը ես վերջի 5 տարիները ամեն օր բեմում չեմ, ամեն օր նկարահանման հրապարակում չեմ, որպես պարուհի, հա, ես որպես ղեկավար եմ, վերջի կարելի ասել 8-10 տարիները ես չեմ պարում անընդհատ։ Այսինքն մենակ դասավանդելը, որոնք ես բավականին քչացրել եմ, ինձ չէր կարող բավարարել իմ բնությանը, հա։ Բայց առհասարակ նաև այդ խորհուրդը տանք, որ միայն պարը չի, այսինքն մարզասրահ, մարզվել։ Դա լրիվ դա միայն օգնում է, որ դու ավելի ուժեղ պարուհի դառնաս, ավելի սիրուն պարուհի դառնաս։ Իսկ սննդակարգը քաղցր ուտում ես։ Փառք Աստծո, քաղցրակեր չեմ, այդտեղ նանուլը հաղթում է ինձ ինքը քաղցրակեր է շատ։ Չի հաղթում, դու ես հաղթում։ Հա, ես եմ հաղթում, կներեք, սխալ ասեցի, նկատի ունեմ, որ շատ սիրում քաղցրը։ Իսկ արգելում ես։ Դե ստիպված ենք հիմա, որովհետև ինքը տարիքային են շրջանն է ապրում, որ պետք է մի փոքր հետևել, որ նույն գեննա, նույն բնությունն է։ Եվ ես ուղակի մսակեր եմ, ես ուղակի համով հացեղեն, այսպես հացաբուլկեղեն սիրում էի։ Հիմա շատ առողջ եմ սնվում։ Գազով խմիչք երևի 2 տարի չեմ խմել, հաց չեմ օգտագործում։ Ընդհանրապես։ Հա, ամեն Բայց շատ դեպքում լավ եմ, դու օրինակ ես, որ ժամանակը ոչինչ է, տարիները ոչինչ են, որ կարելի է այսօր լինել ավելի գեղեցիկ, քան 20 տարի առաջ։ Միանշանակ, բացարձակ կապ չունի տարիքը, ժամանակը, եթե ունես նպատակ, եթե ունես մի քիչ կամքի ուժ, այստեղ շատ կարևոր է դա, մի քիչ չէ, կամքի ուժ պիտի ունենաս, որովհետև բարդ է այդպես 14 կիլո միանգամից։ Իսկ տան կոմֆորտը քո համար կարևոր է։ Օրինակ մենք հիմա մի ժամա խոսում ենք գրեթե,
չգիտեմ, դու ֆիքսել ես, թե չէ, ինչ հարմար բասկաթոռի վրա ենք։ Այո, ֆիքսել եմ, շատ հարմար ու շատ կարևոր է այո ինձ համար, ամուսնուս համար մենք վերջերս վերանորոգել ենք մեր բնակարանը եւ լիքը նոր սիրուն լավ բաներ ենք հասա, որ ասում էիր որտեղ եմ գումար ծախսել, ինչ որ բաներ տան համար ես գնել, այդպես մոռացել էի։ Մեծ հաճույք է տան տունը ավելի լավացնելը, քան որ մենք մեր տաղավարին շատ լավ ենք նայում, փորձում ենք ընթացքում ինչ-որ փոփոխություններ անել, այ հիմա մենք Նատուցի բասկաթոռների վրա ենք նստած, իտալական այդ ֆանտաստիկ բրենդը, որը 30 տարի է արդեն կամ մեկում, եւ նաեւ Կալիգարիս, ես սա անունները անգիր գիտեմ, որովհետեւ ես խենթ հանում եմ ինտերիերի համար ու ես էլ եմ խենթում, բայց անունները չեմ։ Սա Կալիգարիս է սեղանը, մեկը որը սկզբանե ես քեզ ասեցի, շատ դուրս եկավ։ Որ քեզ դուր եկավ, ձեր տան համար մտածեցիր։ Շատ հարմար կլինի, այո, մեր տանը։ Ես հիմա հենց եմ վայելում, որ մեկի այդ ֆանտաստիկ բրենդերը հենց հիմա մեր կողքն են ու մեզ ապահովում են հաճելի զրույց։ Մենք կամած պետքա դեպի վերջ գնանք վիկ, եթե այ հենց հիմա քեզ ասեին, որ վաղվանից մեկ արտիստի հետ մի հատ sense պրոյեկտ պետք է անեք, չգիտեմ, մենահամերգ պետք է լինի, տեսահոլովակ պետք է լինի, ում հետ կուզեիր, մեկ արտիստ։ Ոյ, կա մեկը ոչ չեն կարել։ Կներես չկա։ Աղջկաս հետ։ Նանուլի հետ։ Իմ արտիստի հետ, այո։ Իսկ լինելու է Լինելու է շատ հետաքրքիր պրոյեկտներ։ Մենք հիմա պատրաստվում ենք մեր համերգներին, ունենք հետաքրքիր համերգներ Գյումրիում, Երևանում, ու պատրաստվում ենք նոր երգերի, ունենք երգերը արդեն, հիմա մտածում ենք միգուցե նույնիսկ մեկը երկրից դուրս նկարենք եւ այլն, այսպես։ Ես Նանուլի հետ շատ չեմ շփվել, բայց տեսնելով դպրոցում, հա, մեր նույն դպրոցում են մեր երեխաները, կամ ինչ-որ համերգների ընթացքում կողքից նայելով, ես հասկանում եմ, որ համեստ է։ Չափից ավել։ Իրա հաջողությունների հետ գումարված, եթե կա մեկը, որ կան մարդիկ, գիտես, հիմա մի թեթև մի բանի հասնում են, այսպես չգիտես, խոսում ես հետները, իրանք ինչ-որ այսպես օթերում են, չէ՞, այդ աստղ վիճակը պահում են եւ այլ դպրոցում բոլոր դասատուներին կարող ես հարցնել, չգիտեմ, ամենասիրված աշակերտուիներից մեկն է եւ ամենահասարակ, ոչ թե իմ աղջիկն է ու ես դրանով հպարտացել եմ միշտ։ Մարդիկ տեսահոլովակներով տեսնում են եւ մտածում են լրիվ ուրիշ մի բան, որովհետեւ բնականաբար բեմում ինքը արտիստ է լրիվ ուրիշ մարդ է, ինձ համար էլ է ինքը տարօրինակ փոխվում է միանգամից։ Լիսի բեմում բարդ կարահանման ասում, այս աղջիկը ոնց ասես բաներ անում, ու ես չեմ պարապել դա իր հետ կարծես թե, բայց տանը դրսում մարդկանց մեջ դպրոցում այնքան հասարակ հավեսով երեխա է, իսկական որ գրում են, այս երեխան մանկություն չտեսավ եւ այլն, թող բոլոր երեխաները Աստվածտա իր պես մանկություն ունեցած լինեն, տեսած լինեն։ Հիմա վերջին հարցը, Նանուլը ավելի լավ երգում է թե պարում։ Երգում։ Վաղուց էլ լավ չի պարում իմ ուզածով։ Որովհետեւ մաման դժգոհ է։ Որովհետեւ բոլոր ուշադրությունը տարված էր դեպի վոկալին, թողել դպրոցում այնքան զբաղված լինելով իր դասերին ինքը գալիս է բարի միայն տեսահոլովակից 20 օր արտիստի նման։ Այո, դարձավ բոլոր երգիչների պես, բոլորի վրա չղայնանում էի, ասում էի, ձեր տեսահոլովակն է 5 օրից, 10 օրից, 20 օրից դուք չեք գալիս, չեք սովորում վերջի մի քան, հիմա նույնը անկեղծ, նույնը Նանուլն է անում, որովհետև մամ ես անգլերենի եմ, մամ ես վոկալի եմ, մամ ես մայստրոյի մոտ եմ, ու այսպես շարունակ։ Մաման կլուծի բարի հարցը։ Հա, լուծում եմ։ Վիկ ջան, շատ հաճելի էր քեզ տեսնել տարիներ դադարից հետո ու ուզում եմ դու նաև բարակիչ լինես այն առումով, որ դու ցույց ես տալիս, որ աշխատասիրությունը, այո, աշխատասիրությունը տալիս է արդյունք, դու տարիներ ի վեր աշխատասերը ստեղծում ես, շատացնում ես, մեծանում եք, ամենակարևորը դա սիրով անեն։ Սիրով ես անում ու ես շատ ուրախանում եմ, որ հայ կանայք հասնում են հաջողությունների, հաճելի է, որ կողքիդ կա ամուսին, որը մեջքիդ է եւ այլն, բայց դու քեզնով թե որպես բիզնես լեյդի, թե որպես շոու բիզնեսում իր տեղ ունեցող մարդ, ունես քո հստակ տեղը։ Այո, ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ քեզ այս զրույցի համար, կարոտել էի շատ եւ լավ հավեսով զրուցեցինք անկեղծ։ Թող բոլորը կարողանան իրենց կյանքում ուղակի դնեն ինչ որ մի հատ կետ ու փորձեն դրան հասնեն, անհնար է չստացվի, եթե դա հավատանինք իրենք իրենց եւ այդ
դրանով առաջնորդվեն։ Ու մեր հայ մամաներին, մասնավորապես այս պահին քեզ ու ինձ մի քիչ անջատվածություն։ Հա, մի քիչ կենցաղում։ այսպես կարողանանք խմենք մի փոքր, Արի սկսենք այս պահին։ փուլանանք եւ անջատենք մեզ առօրյայից։ Ապրես։ Շնորհակալ եմ։ Դու ապրես։